ինչի համար ենք ընտրում ավտոմեքենաներ։ Ունենալ կոմֆորտ փոխադրամիջոց, հիանալ իրանով ու հիացնել կողքիններին, թե ցույց տալ սեփական առանձնահատկությունը, ստատուսը։ Պատճառները կարան լինեն տարբեր, բայց պատճառներից մեկը դա այն է, որ մեքենան ծառայի վարորդին, այլ ոչ թե վարորդը ծառայի մեքենային։ Եվ ինչ հատկություններ պետք է ունենա նմանատիպ ավտոմեքենա։ Լինի ամուր, հուսալի, հարմարավետ, ցանկացած իրավիճակներում կիրառելի եւ ամենակարևորը ափսոս չլինի։ Եվ ինձ մոտ է նմանատիպ մեքենաներից մեկը, որը մեր իրականության մեջ թերագնահատված է։ Այն է 2003 թվականի Subaru Legacy BP։ Վայ, ափսոսում են իրանց մեքենաները, վայ։ Սենց բացում ենք ու մեր հայլին սենց փոշմանեց, սենց հեռացավ մեզնից։ Այս պատուանը սենց իջացնում ենք, աշխատում է։ Բարև ձեզ հարգելի ուղևորներ, շնորհակալություն որ օգտվում եք մեր ավիաուղիներից։ Այս սարը տեսնում եք, ես ուզում հելնեմ այս սարի վրա, այս մեքենայով։ Չինական ակերը հանձնվում են։ Գնա, այսքան տեղն է, հելար կհելնես։ Բարև բոլորին, իմ տրամադրության տակ է 2003 թվականի 4-րդ սերնդի Subaru Legacy Universal-ը։ Շարժիչ 2 լիտր օպոզիտային սովորական, այն ունի 180 ձիավոշ հզորություն, փոխանցման տուփ ավտոմատ 4 աստիճան, տանող անիվները 4-ն են սիմետրիկ 50-50, 0-ից 100 կմ/ժ արագությանը գործառնային տվյալներով մեքենան հասնում է 9.5 վայրկյանում։ Անվահեծերը 17 դյույմ, գետնից բարձրությունը 150 մմ, մեքենայի երկարությունը 4 մետր 68 սանտիմետր է, 5 նստատեղ, մեքենան թեթև է 1 տոննա 380 կիլոգրամ, բենզինի ծախսը մայրուղում կազմում է 8 լիտր 100 կիլոմետրին, իսկ քաղաքային պայմաններում 12-ից 14 լիտր 100 կիլոմետրին։ Օպցիաներից ունի նստատեղեր, ղեյք, այլիներ, մի խոսքով հասկացաք, ինչ որ բաներ ունի, որը արդեն էական չի։ Այս նույն 2 լիտրանոց շարժիչը լինում է նաև տուրբոյով, որը ունի 260 ձիավոշ հզորություն, կա նաև 2.5 լիտր տուրբո շարժիչով, այն ունի 250 ձիավոշ հզորություն եւ 3 լիտրանոց առանց տուրբոյի, 245 ձիավոշ հզորությամբ։ Բոլոր շարժիչներով տարբերակները լինում են նաև մեխանիկական փոխանցման տուփով, թափքի առումով է լինում է նաև սեդան։ Մեր հայկական իրականության մեջ շատ մեքենաներ կա, որոնք մենք հայերս լավ չենք հասկանում, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում, հատկապես եթե մի բանի անունը Subaru է, ու հələ մի բան էլ Universal է։ Այն որ հədə yəni ես ինչ կատաֆալկա է, էլի։ Մեքենայի գործարանային ակերի չափերը պետք է լիներ 205-50-17, բայց դե դրած է 215-55-17։ Ինչի հաշվին էս մեքենայի գետնից բարձրությունը 2 սանտիմետրով ավելացել է։ Այս մեր բորձորի բարձրությունն է 15 սանտիմետր, տեսեք, եւ ստեղ եւս 2 սանտիմետր տեղ կա, նույնիսկ 2.5։ Ու հələ մենք կտեսնենք այդ 2 մատ բարձրությունը ինչա մեզ տալու։ Մեքենան ընդհանուր առմամբ նախատեսված է սենց ընտանեկան ամենօրյա ունիվերսալ օգտագործման համար, բայց դե լիքը այնքան մանրուքներ է հաշվի առած, ոնց որ այս մեքենան պատրաստում են ծանր ռալի քշելու համար։ Ինչը վկայում է այն, որ իր անվահեծերը ահագին դուրս են նստում, նո դուրս ասած այս հատվածը ահագին դեպի դուրս է, ինչը նշանակում է, որ այս ստուպիցաները իրանք sense մաքսիմում sense լեն են արած, որ մեքենան sense ավելի ստաբիլ լինի։ Ու երբ որ Subaru-ի անիվները դնում են ինչ որ գերմանական մեքենայի մեջ, այդ անիվները sense լավ խորն են գնում, որտեղ այս անվահեծերը նախատեսված է, որ մեքենայի ակերի բազան լեն պետքա լինի։ Ու դրա համար իրանք կենտրոնը մաքսիմում դեպի դուրս է արած։ Ու շատ հետաքրքիր դիզայն ունի այս մեքենան, որովհետև sense ընդհանուր ապակիները, տեսեք, առանց sense ստոյկեքի է, ու ինքը sense կուպե է, կուպե, տեսեք, sense չկա այդ ռամկաները, ու sense ընդհանուր sense սև գիծ է գնում, պտտվում ստե ու հետևն էլ մենք ստե տեսնում ենք շատ մեծ, հələ չափերը նայեք այս գլուշի ծելների։ Ու էսի գործարանային, այսինքն ստեղ ոչ մի բան փոփոխած չի, ոչ մի բանի ձեռ տված չի, այսինքն 23 տարի այս ներժը, այսինքն մնացել է, մի հատ տեսնում եք էսի ինչա։ Այս մեքենան սարքած է եղել կոնկրետ Ճապոնիայի շուկայի համար ու բնականաբար ինքը աճ ղեյք է, բայց իր բանալու տեղը լրիվ իր նորմալ այս անցքն է, հա, այդտեղ sense դնում ենք, sense բացում ենք մի հատ։
ու մեր հայլին սենց փոշմանեց, հեռացավ մեզնից։ Այս պատուանը սենց իջացնում ենք, սենց խալ, իշի չէր։ Աշխատում է։ Այս սենց հետ ենք բերում ու գործարկում ենք շարժիչը։ Ուր։ Ինչ եմ ես քեզ այ որ ինձ սենց նեղացել ես։ Արիստե։ Այս սենց Յա։ Այս ամեն ինչին պետք է համոզես այս մեքենայի մեջ որ աշխատի։ Այստեղ տեսնում ենք լիքը ճապոնական տառեր, սրանք չինական չեն։ Գիտեք ոնց է տարբերում ճապոնական ու չինական շրիֆտերը։ Չինականները միշտ սենց խուրց, ինչ որ սենց հետաքրքիր, սենց կոնստրուկցիաներ, պերսոնաժներ, իսկ ճապոնականների մեջ բացի դրանցից նաև լինում են այս սենց իրարից տարածված, սենց ինչ որ մի հատ երկու հատ պարզ գծերով, որը սենց ընդհանուր հարմոնիայից գծում, այսինքն կանխիլ իերոգլիֆներ ու ինչ որ սենց թրեր, գծեր, սենց ինչ որ թեք անհասկանալի բաներ։ Ինչի ուշադրությունը գրավեց այս մեքենայի մեջ, դա այս հատվածն այն ինքնաթիռներն են, էլի նոր նստում ես ու ստեղ կարող եք ձեր բագաժը դնեք, հա, ասեք ինչ որ սենց մի հատ բան։ Բարև ձեզ հարգելի ուղևորներ, շնորհակալություն որ օգտվում եք մեր ավիաուղիներից։ Ու տեսեք այդ երկու տեղն էլ կա, էսի չաս դրանց, օ սիգարետ, վայ։ Չի կարելի ծխել, անիմաստ բան է։ Էս sense փագենք, վերցնենք մեր բագաժը, ստեղից ճամփրուկը, այս էլի սիգարետ։ Այնատիշն է, դա պետք է սիգարետ, այդ սիգարետի փողով կարակ ոչ թե գազով ավտո քշեք, այլ բենզինով, այդ սաղ փողը գնաք բենզին լցնելու վրա։ Ինչ է վեստե հետևի ուղևորներն էլ կանան sense օգտվեն, այս օստեից էլ ենք, հա, սիգարետ գտնելու։ Օ, չէ, Santa Fe, բայց էլի սեյով է սկսում, ասած Subaru Santa Fe սիգարետ։ Ստեղ ամեն ինչ շատ սովորական է, ուսես մի հատ գրպանիկ կա ստե փոքր։ Ունենք ստե sense փոքր խուց, որտեղ ինչ որ ճապոնական sense, չգիտեմ, ինչ որ քարտերի, ինչ է Subaru Navigation System, հա, այդ քարտերն է ստե բումաժնիկ $1, հա, այսպես հիշում եմ առաջ sense $1 էինք պահում, տիպը խեր, հեսա, ես խեր։ Ստեղ ինչ կա, ինչ որ չինական լեդեր, մանր-մունր բաներ, ու ստեղ A4-ը տեսեք տեղ անում, այդքան էլ փոքր չի, ստե իրա sense լիքը գիր գրականությունն ա, ո, տեսնենք ոնց են կրթվում Ճապոնիայում մեքենաները, լրիվ sense ճապոներ են, հեսա տեսեք այդ շրիֆտերը, նայեք, sense սմայլիկներ կան, ռոժեր կան, էսեն։ Տեսակ ձեռի հետ էլ այդ սովորեցիք։ Իսկ քոնից ինչ հա գրած։ Դե ինչ որ լրացնելու տեղեր կա, էս ինչա։ Բան չեմ հասկանում, բայց այդտեղ ամեն ինչ կա գրած, ամեն ինչ։ Վաու, ճապոնական կուլտուրայի մի մաս եմ ձեռ տալիս։ Նայեք, սմայլիկներ։ Գիտություն է, գիտություն։ Էս ինչ ասել լամաջոյի նման կախվե։ Ստեղ sense շատ sense տեղ պլաստմասաներ են, բայց այդ պլաստմասաների կողքը ստես բավականին փափուկ հլնայեք։ Հլը տեսնում եք ինչ ա ու sense հետաքրքիր ձևով նայեք ոնց է sense այս ամեն ինչը մաշել, ճակճկել, մոտեսնես տպավորությունով, երբ որ այս մեքենան լվանում է, ինքը առանձնապես չի մաքրվում, որտեվ եղած կեղտը բրթվում ու լցվում է այս արանքները ու sense ինչ է վեստե sense մանրադրամ կա, սաղ sense 10 դրամ, 20 դրամ, չգիտեմ ինչի համար է պետք է այսքան ստե լցնել, ստեղ ունենք sense պատլակոտնիկ ու մեջը մի հատ 12 վոլտի տեղ կա, ստեղ ինչ որ մոխրաման կա իր կրակայրիչով, ձեր հեռախոսը կարակ ստեղ դնեք ու sense նավիգացիան այք ուսանց թաչով այն որ լինում է ժամանակակից մեքենաներ մեջ մեզ ու ձեռի տակ sense թաչ սկրին ա բան այս լրիվ է թաչ սկրինի տեղ կարակ օգտագործեք ստեղ կարակ դնեք հեռախոսը ջուր ստեղ ջուր sense չգիտեմ ապահով չի ստեղ էլ sense ինչ որ բռնող տեղեր չկա դռների վրա մեջ շիշը ստե չի մտնի փոքրն էլ չի մտնի ստե կարակ դրամապանակ կամ հեռախոս դնեք ընդամենը շատ հին ու բարի ձև է կա լուսարձակերը բարձրացնելու իջացնելու ես շատ եմ սիրում ես որ դուք եք ընտրում ոնց բարձրացնեք ոնց իջացնեք հիմա իհարկե սա անցել է էլեկտրոնիկայի ու ավտոմատա արվում ստե կարանք հայլին ծալենք եւ ամենախնդալուն երբ որ ես գնացի այս մեքենայի մեջ բենզին լցնելու ես 100 ժամ չէի կարող գտնել ոնց է բացում իր բենզաբակը վերջը ես չգտա այլ լսականի աշխատողը բանից պարզում է այս գետնի վրային է նստատեղերը մեր մոտ մեխանիկական է ոչ մի էլեկտրական բան չկա sense լրիվ սարածկեքով հետ առաջ ուրախ կարակ sense բրթեք ստեղ էլ սա կարգավորումները մեխանիկական է հիշացնում իմ հասակը 1.78 սանտիմետր է ամեն դեպքում ստեղ ես նստած եմ նենց ոնց որ ինձ հարմար կլինի քշելը ու տեսնենք հետևը ինչքան տեղ է մնացել ստեղ ներքևը ոտերի տեղը այդքան բարձր չի բայց տակը տեղը անում ես դուրնել ոնց որ չի ուզում sense մնա բաց դրա համար մենք այսպես խորամանկ բան կանենք այսպես մի հատ sense բան sense կխցկենք ստե որ ինքը չփակվի
Ահա, այ սենց։ Ես ինքս իմ հետևն եմ նստած ու ստեղ հա սենց մի մատ երկու մատ տեղ կա, բայց դեր մեջքը լավ հետ գնացած է, տեսեք։ Երրորդ հոգու նստատեղն էլ էլի փափուկ է, ունենք ստեղ սենց բարձր թունել, որով գնում է իր կարդանը, ստեղ ինչ ունենք, ստեղ ունենք սենց հետաքրքիր տեղ, այնտեղ ինչ որ բան կարանք պահենք, հələ մի րոպե դու ինձ տե պետք ես։ Ստեղ տեսնենք նորմալ բռնակներ կան, եթե կարելի է այսի նորմալ ասել, ստեղ ինչ ունենք, ստեղ էլի ունենք մոխրաման, ինչ որ ջարդած մի բանա մեջը դրած, սող սխտոր տանելու ցանցեր, դռների վրա ջուր բաժակ դնելու տեղեր չունենք, ընդհանրապես գրպաններ չկա, car seat-ի համար ստե տեղեր ունենք, եւ նույնիսկ ունենք ստեղ սենց լյուքսային էլեմենտ, հա, սենց ինչ որ շատ պուճուր բարակ էլեմենտ է, առանց ոչ մի ինչ որ բաժակ բանի, ճիշտ է, սենց որ լավ ուզում եմ փռվեմ ծնկներս արդեն կպնում աստեղ, բայց դե ով ասում, որ ես պետք է ստե փռվեմ Այս կլասի մեջ եմ նստած, ինչ եմ արած, դու էլ անջատվից դե։ Մեր ակումուլյատորը նստել մնա այս չոլերի մեջ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչքան բան է տեղանում Subaru-ի բեռնախցիկի մեջ։ Ինչպես տեսնում եք, ստե արդեն ճամպրուկը կա դրած, ձիու հետ միասին էսի արդեն տեղը արել։ Եթե ծարավես ջուր խմի, էս է քեզ պայստայն, էս էլ այսպես դնում ենք ու գանք ստեղ ու այսպես պարկենք քնենք դու էլ կարաս քնես քնեք մի ձեռով սենց կենթանի սիրեք տեսեք գործարանային ստեղ ռասպորկա է կարբոնից այսինքն համ կարբոնն արել որ ավել գրամներ չավելացնել ու տես մեքենան իրոք շատ թեթև է ու այս ամեն ինչը դել են որ սենց ձիքը լինի որ դուք ինչ էլ իր հետ չանեք մեքենան չծալվի ու այս ամեն ինչը նաև բարձրացնում է ձեր ապահովությունը ու առանց նստատեղերը ծալելու էլ տեսեք ինչ մեծ տարածք է ստեղ տեսնում ենք մեքենայի աջ ականջը տակը մեզ մոտ էլի տեղ կա տեսեք այսենց մեծ տեղ է որ դե տեղը անում այսենց մեծ գազի բալոն այս էլ նրա համար արած որ այսենց կպցնեք ու սենց ձեր ձեռքերը ազատ լինի որ կարողանաք ստեից ինչ որ այսենց տարբեր բաներ հանեք այս ինձ բանը հիշացնում են հին սովետական զիլերը որ սենց դնում ու սենց շարժիչն էին գործարկում բայց բնականաբար էսի դրա համար չի ու տեսեք ինչ հարմար է արած որ հետևի նստատեղերը իջացնեք այսենց կոճակներ կա սխմում եք ու այսենց իրանք ընկնում են նայեք այ այսպես դնում ենք շիկարդոս հիմա տեսնենք ինչա ստեղ կատարվում եթե չեմ սխալվում իրա կապոտը պետք է ալյումին լինի էսա մագնիսը կպցնում եմ չի կպնում կրիլոները երկաթ են տեսնում եք քաշի համար ինչ են մտածել նաև իրա բեռնախցիկն է ալյումին 2003 թվին արդեն մտածել են քաշի ճիշտ բալանսավորման մասին անսովոր շարժիչ ստեղ սենց կենտրոնում տեսնում ենք դինամոն լիքը սենց դեղին կափարիչներով ինչ որ բաներ կա հետաքրքիր է օրինակ գերմանացիքին մոտ տարբեր գույներով է արած երևի որ հուշի մարդկանց թե որը ինչ հեղուկի համար է իսկ ստե սաղ դեղին է տարմազնոյ ժիտկսը դեղին ու ստե երկու հատը չգիտեմ մեկը գիդրավլիկինն է մեկինը տորմուզինն է էսի չոտկերինն է անտիֆրիզ յուղ եւ յուղի շուպ իմ սիրելի յուղի շուպը բայց ստե առանձնահատկությունը այն է որ իր շարժիչը օպոզիտնի այսինքն օպոզիտնի այսպես տափակ է դրած հա ոնց ասենք կա այսպես շարային հա 4 կամ 6 ցիլինդր սենց ուղիղ աշխատում են կա վեաձև եւ կա օպոզիտային այսինքն այսպես տափակ սենց երկու ցիլինդր աչից ու ձախից ու ինքը սենց լրիվ ներքև է գտնվում որ սենց նայենք չենք էլ գտնի ինքը ինչ որ միտեղ ընդեղ շատ խորքում է ինչը նպաստում է մեքենայի ծանրության կենտրոնի ներքև լինելուն որ դա իր հերթին նաեւ բերում է իր ստաբիլությանը ու լավ կառավարմանը ստե չկա ոչ մի տուրբո մուրբո սովորական 2 լիտր է որը տալիս է 180 ձիաուժ 180 պատկերացնում եք մեկ էլ ստեղ կա գործարանային այսենց էլի ամրացնելու ռասպորկա են ասում ինչ են ասում ստեղ ասենց STI լոգոն խփած հա ստե մի հատ էլ շուպ կա էսել երևի կարոպկի յուղի շուպն է հա այ քեզ բան Իսկ հիմա հերթ հասավ էս մեքենան տանջելու ինչ իրա տերը ուղակի ինձ խնդրել է ասել ինչքան կարաս մեքենաս տանջի Կարևոր մեջբերում այս տեսանյութում դուք կտեսնեք շատ անփույթ վերաբերմունք մեքենայի հետ բայց Ինչպես ասեցի, մեքենայի տերը ինքն է ասել, որ մեքենան ենթարկեմ սթրես թեստի եւ իրան տանջեմ ոնց պատահի։ Իհարկե նպատակ չկա մեքենան ջարդելու եւ իրան նենց չեմ տանջելու, որ մնամ ճամփին ու չկարանամ հետ գամ։ Ինչ մնում է թե ես ինձ ձև եմ վերաբերվում ավտոմեքենաներին, ասեմ, որ շատ խնամքով եւ հոգատար։ Եվ եթե ուզում եք ինձ մեքենա տրամադրեք, հանգիստ եղեք։ Ես սենց չեմ տշելու։ Սաղ փախտման ես գծեից, իսկ ես այս կմտնեմ, որովհետև ես մեքենայի վեճը չի։ Տեսեք, վայ, ափսոսում են իրանց մեքենաները, վայ։
Էս ինչ աստեից էլ պետք է փախցնենք, ոչ մի տեղից էլ չենք փախցնելու։ Այսպես գրալու ենք աչով, ձախով, մտնենք։ Փոսեր, իմ սիրելի փոսեր։ Իհարկե ձորեր պետք չի գցել։ Փոսկա խրամատ, այդ խրամատի մեջ ինչով ուզում եք եղեք, մտնեք մեջը, կարող է արդեն սենց էլ չհելնեք։ Կամ հելնեք մարտական վնասվածքներով։ Կուզենաք այսպես մեքենա test drive անեմ։ Էս ինչ է։ 4.9 վայրկյան։ Արագությունը հետևը գրած է։ Եթե ինչ-որ մեկը գիտի էս ինչ մոդել է, ինձ ասեք, ես սրանից փորձեմ գտնեմ ու test drive նկարեմ։ Հետաքրքիր է, էս ինչ է։ Սա իմ իմացած ամենազզվելի ճանապարհներից մեկն է ու դե քեզ տնամ։ Opa! Տակը լրիվ սենց քարեր են, տեղ կա սառուցա, տեղ կա ձունա, տեղ կա ցեխա, լրիվ սենց է ռալիի բանա, մակեր ես այն, որ չես հասկանում ինչա ոնց ասում եք քարը ոնց է կտկտում տակը, աշկի զաշիտնիկ էլ չկա, ընենցա շուխուր լսվում մեքենայի մեջ որ տակը մի բան կտկտում է, ինքը անդադ լողում է այս կոմ են կոմ, բայց մեկ ասեք այդ լողալով դուք լրիվ հասկանում եք, ոնց պետք է թեքեք ղեկը, ինչքան պետք է գազ տակ, երբ է ելնելու ինչ, ուղղակի շատ սենց քիփ տեղերով պետք չի անցնել հաշարնով, որ մի քիչ ինքը այս կոմ են կոմա գնալու, բայց այդ վիճակով լրիվ հանգիստ այս սաղ ցեխերի բանի մեջ կարալու եք գնա, կարող է տորմուշ չտաք սենց ցեխերի մեջ ու չլրվեք։ Հələ տեսնեմ բամպերները վրենա ու շարունակեմ քշելը։ Ասենց խորը ձների մեջ մտե ցպնել ենք, ստե պրոստը ասենց սառուցա լցվել, բայց ամեն ինչ տեղնա շարունակում ենք այս մեքենան տանջելը։ GoPro-ից վիճակը։ Միակ զզվելի բանը, որ ամեն անգամ նստել հելնելուց այսենց էս չգիտեմ, պետք է ասենց մի ձև ասենց ոտեր անցկացնենք ղեկի տակով նստեք, որտեվ ինչ որ այս մասը, չգիտեմ, լավ լուծած չի ու էս նենցա, որ ղեկը լավ անել են վերև, բայց մեկ է։ Այս ոտի այս մասը շատ է ասենց մոտիկ ձեր ոտին, օրինակ ես անդադ զգում եմ, որ թե ինչ-որ մի բան ոտից սխմած է։ Նստարանները իդեպ ասեմ շատ հարմար են, հա, տեսեք, սենց բակավոյ պատձերժկա եւ բան, լրիվ սենց սպորտ նստարաններ են։ Ու հաշվառելով որ մեքենան 23 տարեկան է, բայց հələ նայեք ինչքան լավ է պահպանվել էս ամեն ինչը։ Նու նկատի ունեմ նստարանները, որտեվ շիտոկ պրիբորի մասին այդ նույն բանը չեմ կարա ասեմ։ Այդտեղ մեր մոտ արդեն սենց Մոնա Լիզա նկարի նման սենց ճաքել է, սենց շեդևրները ոնց է սենց ճաքչքում արդեն իրարից թափում։ Որ անկեղծ ասեմ, քաղաքում աչռուլ քշելը այդքան խնդիր չի, լրիվ հարմարվելու վրա է։ Միակ բանը, որտեղ աչռուլը իրոք անհարմար է, էդի նեղ մայրուղիներում մեծ մեքենաներ վազանց անելն է, որովհետև դուք արդեն չեք կարա ձեր դիմացը տեսնեք, այդ մեքենայի դիմացը թե ինչ է կատարվում ու հանգիստ վազանց անեք։ Այդ դեպքում ստեղ պետք է ինչ-որ մեկին նստացրած պահեք, շատ վստահելի անձ, որ վստահեք իր գիտելիքներին, հա, մեքենա քշելու ու ինտուիցիայի զգացողության, չգիտեմ, լլլլ, ու ոնց որ խնդրեք, ասեք մի հատ հələ տես կարան վազանց անեմ, թե չէ։ Բագաժնիկում այդ ինչ է այդքան չխչխկում է, չխկը շլխկը։ Տենամ այդ ինչ է էլի այդքան իմ ներվերը ուտում այ մարդ։ Այդ ով է, այնտեղ այդքան տենց լղլղկում ու չխչխկում։ Այս ինչ էր այնտեղ։ Այս բալոնչիկն է այսքան ներվերս ուտում, գնում ստե կլդ խփում, ընկնում, երևի կխցկեմ ստե ժամանակավոր, այ այսենց։ Ու նորից սենց հետ կարամ գնամ իմ նստատեղը։ Այ այսենց։ Էսել այսենց։ Տեն մեկ ինչ հարմար է Subaru-ն։ Անդադ մոռանում եմ, որ այս անտերները սենց տեղերով փոխված է, մեխանիկորեն ձեռս տանում եմ սկորուստ մորուստի ու անդադ խփում եմ ստե։ Այս արդեն երկրորդ օրն է ինչ այս մեքենայի ղեկին եմ, բայց հələ չեմ սովորել։ Ու հետադարձ դնելուց նենց էլ ձենը հանում տի ոնց որ ֆուր եք զատնի տալիս։
Հա, ու սրանք էլ աչու ձախը խառնածա, պետքա միամիտ լուսերը չմիացնեք։ Կա այս տեղը մի քիչ դժվար է հասկանալ ընդ ինչա կատարվում, բայց նախ տասենք տենում ենք, որ այս Opel-ի կալպակը սս ֆռռբա ու կարա սս շատ հանգիստ սս թռնի տա դեմքիդ։ Այ մայրուղիներում այս չափի մեքենայի հետևը եղակ աչուրլով ու ձեր կողքը մարդ չեղավ։ Ուի! Ինչ վերաբերում է մեքենայի ստաբիլությանը մայրուղուն բարձր արագությունների ժամանակ, համեմատած շատ ճապոնականների հետ ինքը շենց ահագին ստաբիլ է մնում, առանց սենց օրոր-շորորալու, առանց ավելորդ սենց վերև ներքև թռվռալու, ճիշտ է, ես մի քիչ լողլղացող բան զգում եմ, բայց այդ ինձ թվում է իր տուֆտա չինական ակերից է, որտեղ ինչ որ սենց մեռած, մաշած բաներ է տակը դրած, ու սենց զգացում է ոնց է սենց կողքի սենց ծռվում մեքենան, դրան գումարած ավելի հաստ ակեր է դրած, բարձր պրոֆիլով, էդ էլ է նպաստում իր այս կրենին, ես զգում եմ ինչն է ակերից գալիս, ինչն է իր ընթացքային մասից, իսկ իր սիմետրիկ 4 քաշող համակարգը ուղղակի սենց ոլորաններին ձեզ վստահություն է տալիս, գնանք Տեսլա անցնենք, բայց ես խմոր պահը ղեկի շատ վախենալու է բարձր արագությունների ժամանակ, ինձ թվում է ինչ որ մի մասը սրա ակերից է այս թեթև անիմաստ, որ սենց կապը վատնա ակերի հետ, մեկն էլ հենց ինքը իր հիդրոուսիլից էլ է, որտեղ ուղակի ղեկը թեթև է պտտվում աջ ու ձախ, իսկ այն որ ակերը ուշ են հասկանում թե ինչ եմ արել, դա արդեն հենց ակերից է, մեկ էլ մեքենան բարձր արագությունների ժամանակ դրաժենի ունի ու ինձ թվում է իր արդեն բանտաժ պագրիշկա բալանսից է, հաստատ այնտեղ բալանսի խախտումներ կա, արգելակումը ահագին լավն է մեքենայի։ Մեկ էլ գիտեք ինչ նկատեցի, 23 տարվա մեքենա է 300,000 քշած, բայց սրահից ձեն չի գալիս, լղլղկոց, չխչխկոց, հլը նայեք, ահա որ ձիք է, չկա ոչ մի սենց խաղացող, ճռճռացող, ոչ մի բան, հա պադլակոտնիկի վրա եթե սենց բան է, բրուսյաների նման սենց ժիմանեք, հա ինչ որ սենց ճռճռոց կզգաք, բայց ինքը այսենց արմունգով որ անում եմ, ձեն չի գալի։ Միակ բանը ինչը դուրս չի գալիս, այս ղեկը մենակ սենց վերև ներքև է լինում, սենց հետ առաջ չի լինում, տանել, բերել, դնել։ Ու ստիպված նստարանը պետք է հարմարացնեք, ասենք բերեք առաջ կամ հետ։ Ու հիմա ժամանակն է եկել, ես չափեմ այս մեքենայի 0-ից 100-ը։ Հիշացնեմ, որ իր մոտ սովորական 2 լիտրանոց 4 բխոցով շարժիչ է, առանց տուրբոյի, առանց որևէ բանի, որը տալիս է 180 ձիաուժ։ Այդ նույն ձիաուժն է, որը կա Nissan Rogue-ի մոտ եւ Jeep Compass-ի մոտ։ Իրանք էլ ամեն մեկը 180 ձիաուժ է, ու տեսնենք 23 տարվա մեքենայի 180 ձիաուժից ինչ է մնացել։ Ինչպես միշտ ես օգտագործում եմ drag-ին, որպեսզի չափեմ ճշգրիտ իր արագությունը ու գնաց։ Ու միջև 7000 ֆրցրեց։ Այս էլ 100, տեսնենք ինչա տեղի ունենում, 11.9, ինքը անցավ Nissan Rogue-ին էլ, Jeep Compass-ին էլ, էսա, նայեք, Տասնմեկու 7.9 Այս սարը տեսնում եք, ես ուզում հելնեմ այս սարի վրա, այս մեքենայով Ինտեղ խորն է ձունը, տեղով չեմ կարա բարձրանամ, ավտոյի տակը ցածր է, բայց հեսա ուրիշ ճանապարհ կգտնեմ, օրինակ այստեղ։ Տեղով էլ չկպավ։ Դուբլ 2 Գնա, այսքան տեղն է, հելար կհելնես Հոպա, այսքանը հելանք
Գնա։ Չինական ակերը հանձնվում են։ Մի քիչ հետ կամ 4 ճանապարհով գամ։ Ահա, այսքան տեղն էլ հելանք։ Ես վերջը արեցի այս գժությունը։ Այ։ Ես չհանձնվեցի եւ վերջը բարձացած տեղ։ Լիքը տանջանքներից հետո այս ձուն կերցնել բան, հələ տենանք բամպերները տեղում են, ոչ մի բան չի փոկվել, ակերը թսկաշ չեն, բայց մենք գլենայինք որտեղ գտնվում։ Դե ինչ, ես հասա Սարի գագաթինի մեքենայով, որը դրա համար նախատեսված չէր։ Subaru-ն սենց տեղերի համար ունի Forester եւ Outback։ Բացի այդ, ես արագ չէի քշում սուր քարերի վրայով, որ հանկարծ ակը չծակեմ։ Պահեստային ակ չունեի եւ մենակ էի ամբողջովին։ Բայց ինչպես տեսնում եք, անկախ մեքենայի տարիքից, այն դիմացավ ցանկացած փորձությունների։ 0-ից 100 կմ/ժ արագությանը իրականում այն կհասնի ավելի արագ, եթե իր անվադողերը լինեն գործարանային չափի։ Ինչևէ, 2003 թվականի Subaru Legacy-ն այն մեքենան է, որը դուք մեծ հավանականությամբ չեք գնի։ Իսկ եթե արդեն ունեք, չեք ծախի։ Ոչ թե որ վատնա ու չի ծախվի, այլ դուք չեք ուզի հրաժարվել մի մեքենայից, որը ձեզ հնազանդ ծառայում է։ Ու անցնեմ մեքենայի թերություններին։ Դժվար է մեղադրել մի մեքենային, որը սենց հին է, դիմացկուն, էժան պահվող։ Չնայած որ աջ ղեկը ինձ դուր չեկավ իր ղեկի ձգությունը, ոնց որ թարս կարգավորված լիներ։ Ցածր արագությունների ժամանակ ձգվում էր, իսկ բարձր արագությունների ժամանակ թուլանում։ Միգուցե անսարքեր, չգիտեմ։ Բարձր արագությունների ժամանակ ձայնամեկուսացումը թույլ էր, դռների արանքից քամու ձեներ էի լսում, բայց կարող է էտել տարիքային խնդիր է։ Ղեկը հետ առաջ չէր լինում կարգավորել, ինչի հաշվին իմ նստելու դիրքը այդքան էլ հարմար չէր։ Դրական կողմերը։ Մեքենան Terminator T101-ի նման հին է ու անմահ, շատ որակով է ու դիմացկուն, հատկապես իր ընթացքային մասը։ Հայաստանում փոշ չմնաց, որ չգցեի մեջը, ու ոչ մի ծպտուն։ Մեքենան այս ամենից հետո տակից նայեցի, ոնց կար, տենց մնացել էր։ Ոչ մի բան ոչ թուլացել էր, ոչ ծռվել։ Ընտիր հաշվարկած ընթացքային մաս ունի։ Դիմացը սովորական McPherson էր, հետևը մնագար Richashka։ Ու այդ ամեն ինչը ընտիր դիմանում էր ու ծառայում։ Իր բեռնախցիկը մեծ է, ընդհանուր մեքենան էլ հարմարավետ։ Ում համար է ավելի նպատակահարմար այս մեքենան։ Սադիստների։ Կծառայի որպես երկրորդ մեքենա, բանվորի կարգավիճակում։ Իրան ամեն ինչում ու ամենտեղ կարաք օգտագործեք։ Կարելի է այն գնել որպես առաջի մեքենա։ Եթե աջ ղեկի փաստը մի կողմ դնենք, այո, մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Հաշվի առնելով մեքենայի տարիքը, իրանք շուկայում արդեն կիսամեռ են։ Կապոտը ու բեռնախցիկը ալյումինից են, ցանկալի է իրանք լինեն անվնաս։ Իրանց նորոգելը թանկ է։ Շարժիչն էլ ամեն արհեստավոր չի, որ կարա նորմալ սպասարկի, բայց Subaru-ից արհեստավորներ Երևանում ունենք։ Մեքենայի պահեստամասերն էլ թանկ չեն։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր է հավաքում Subaru-ն իմ աղյուսակում։ Չնայած ասեմ, որ մտածում եմ աղյուսակի լոգիկան փոխելու մասին, բայց այնուամենայնիվ Subaru Legacy-ն հավաքեց 29 միավոր։ Ինչ վերաբերում է մեքենայի խարիզմային, իմ համար այն նորմալ է։
եւ ունեցան 29+2 միավոր։ Ինչևէ, այսքանն էի պատրաստել ձեզ համար, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա տեսանյութերը եւ օգնեք ալիքի զարգացմանը, եւ հիշեք, չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն։ Ձեզ մաղթում եմ անվտանգ երթևեկություն, առայժմ։